Իմ մեծ հայրս մենք ցիտաբդուղի ծառեր ունեինք, ցիտաբդուղի այսինքն արդեր ունեինք, հողեր ունեինք։ Իմ մեծ հայրս գասեր աս ծառերը գխոսին։ Տենց 5 օրվա մեջ որոշեցի, որ ուզում եմ ամուսնանանք ու 6 օր հետո հարսանիք արեցինք ու լավագույն բանն է ինքը, որ իմ կյանքում իմ հետ պատահել է։ Եվ գտեսնեմ ադի դիգինիտ գողմեն, այսինքն քեզի առաջին սփորտանողն է։ Տրիլիոնավոր էություններ, հա, բջիջներ։ Okay, կարող է մի փոքր ավելի ոնց որ սահմանափակ գիտակցությամբ, քան թե դու ես, բայց մի հատ պատկերացրեք, տրիլիոնավոր էություններ, օրը 24 ժամվա ռեժիմով աշխատում են, որպեսզի դու կարողանաս այս կյանքը ապրես։ Ուներում մեջ եթե անգույնները ախտնեն գսեն դունի էներգին լավ գբահե։ Աղը շատ ուսմունքներում մեջ կօգտագործվի, բայց իմաստը շատ խորք է։ Հենց վախը տանում է քեզ դժոխք, հա, ու մնացած բոլոր էմոցիաներն էլ ատելություն կլինի, կատաղություն կլինի, իրանց սաղի հետևելի վախն է։ Ուզես դու այդ էներգիան ստանալ, որովհետև այնքան անուշ է այդ մոմենտը գսկաս քեզի համար եղած է։ Հասկացա որ ես եմ վախը ստեղծողը սկիզբը։ Բայց հետաքրքրական է որ ես օրինակ առաջ շատ սիգարետ կձխեի, թատրեոցի արդեն 5 տարի եղավ, եւ ես արթնացա 33 տարեկան էի, շատ հետաքրքիր է տիվն է։ Բարև Շանչյան։ Բարև Նիկ ջան։ Ինչպես ես եղբայր։ Շատ լավ։ Այսօր առաջին անգամ ենք փորձում այս հերահար ոդքասթի միտքը։ Ես շատ շնորհակալ եմ, որ մեզ օգնեցիր, որ այս տեխնիկական բանը կարողանանք կազմակերպենք։ Ու դե իհարկե որ օգնեցիր, բարձր ամենաառաջինը միասին է պետք է նկարեինք։ Իհարկե կատակ եմ անում, ցանկացած դեպքում դու իմ համար շատ հետաքրքիր անձնավորություն ես ու մեծ ցանկություն ունեի քո հետ զրուցելու ու podcast նկարելու։ Վստահ եմ այս նայողների համար շատ հետաքրքիր զրույց է ստացվելու։ Մի քիչ ուզում ես պատմի քո մասին, հա, դու հիմա Կանադայում ես ապրում, ինչքան ժամանակ, որտեղից ես originally։ Բարև Նիկ ջան, ուրեմն սկսեմ նախ շնորհակալություն հրավերի համար։ Ճիշտն ասած ես ծնվել եմ Հալեբ, Սուրիա, եւ դեղափոխվել եմ բادرազմի սկիզբին 2011 Լիբանան։ Անգեի հետ դեղափոխվեցի Կանադա 2015։ Հիմա Կանադայում հաստատվել, բայց նպատակ ունիմ փոխադրվել իդ ասենք Հայաստան, բայց թերևս երկար ասենք երկար պլանը ոնց որ ասեմ երկար պլանավորում է պահանջում, եթե հաստատ։ Միա երկիր տեղափոխվել, արդեն քո արմատներն ունեցած է տարածքից, ընտանիքի հետ հանդերձ, հատկապես երբ որ արդեն ընտանիք ունես, իրոք շատ մեծ ավելի աշխատանք է պահանջում։ Ես ինքս հիմա այդ process-ի մեջ եմ, այնպես որ շատ լավ հասկանում եմ, թե ինչի մասին ես խոսում։ Ուրեմն Հալեբից հետո Լիբանան, հետո Կանադա։ Ինչով ես զբաղվում հիմա։ Ուրեմն իմ մասնագիտությունը լուսանկարիչ է։ Բայց շատ հետաքրքրական ձևով սկսավ լուսանկարչության ասպարեզս եմ։ Ինքը արվեստ է, բայց արեստի դարձնելու, ասենք բիզնես դարձնելու մի քիչ հետաքրքրական է։ Ուրեմն իմ մեծ հայրը, հորս հայրը շինարարական գործերով կզբաղվեր։ Հալեբ ինքը արդեն 7 եկեղեցի սարքեր էր, գառուցեր էր, եւ ինձ համար միշտ հետաքրքրական է, որ հայկական ջարդարաբեդությունը եւ շինարարական process-ը եւ մենք բնիկ խարպերտեն ենք։ Խարպերտը շատ ջանցված է իր շինարարական գործով, ասենք խարպերտ շրջանը շատ շինարարական բաներով ասպարեզով զբաղվող մարդիկ են։ Եվ սկսա նկարելու մեծ հորս կորձերը, ասենք ինչ որ գառուցեր էր, շենքերը, հսկա շենքեր եւ ինչպես ասեցի 7 եկեղեցի եւ դարբեր համայնքներով լա կաթողիկ է, լա արաբ ռում կաթոլիկ, ռում օրթոդոքս եւ անշուշտ մեր արաքելական եկեղեցիներն ալ հայկական եւ կաթողիկ է հայկական։ Եվ անգեի այդ սկսա նկարել իմ հորս պրոջեկտները, որ ես իր հետ աշխատեի արդեն construction-ի մեջ էինք։ Մենք ալ ֆաբրիկներու կորձ աշխատեինք, ավելի industrial area ասեմ,
ավելի ֆաբրիկներու գարուցումներ ասենք մեծ ֆաբրիկներու կորձեր եւ սկսա պրոջեկտները հաջախորդին ասենք նկարել foundation-ը սկսյալ մինչեւ վերջանա եւ վիդեոն պատրաստել, ֆոտոներ առնել եւ անանգով ավելի զարգացավ իմ մեջս տեսա դաղանդ ունեմ որ ավելի նկարվեմ եւ իմ եղբայրս մի օր ինձ կամերա նվիրեց որ ասեց ավելի ասենք քաչալերեզիս եւ բادرազմը սկսեցավ եւ բادرազմի ընթացքին եւս սկսա on-line կուրսեր առնել եւ թե վիդեո թե ֆոտո եւ միևնույն ժամանակ բادرազմը սկսեցավ 2011 եւ ես հերացայինը ստացա իմ cousin-ս որ Լիբանան է ինձ ասեց որ հարսանեկան բիզնեսի ասպարեզի մեջ կուզես մտնել ասի sure եւ այդպես տեղափոխվեցի եւ սկսա հոնդերը ասենք հիմքը տնել իմ բիզնեսի եւ 5 տարի անդեղը կորձս կարամ ասել շատ լավ թիրքի հասած էր անուն գրծերը իշինել իմ կամպանիս անունը Բերոյա է Բերոյան ինքը հալեբի հին անունն է Պերիո թեմի Պերիոն Պերիա ասենք հունական բանով հալեբի շրջանն է ոնց որ դիկրանտակավորի օրով հալեբի գազեր դիկրանտակավոր անգե յետքը կանադա տեղափոխվեցի ինձ շատ ասենք ընտանիքը թիմավորեց որի մասկականից միջոցով ցանոթացա իրենց շատ դակրկիր են ինձ ընտանիքի պես ընդունեցին առաջին շաբաթը իրենց կողմն էի եւ վերջը սկսա փնտրել որ հայկական քաութը ոս ինչ ասենք ինչքան աշխուժ է եւ ինձ գեդակրկեր էր միշտ համայնքը ինչ տեսակի օդարության մեջ հայերը ինչպես են լսած եմ Ամերիկա, Կանադա եւ այլն եւ ես երաժշտություն ագսիրեմ երաժիշտ չեմ բայց երգել գսիրեմ ոնց որ եւ երջախումբին քացի համասկային մեր դունին ասենք իմ վարձած դունիս մոդեր եւ այդպիսով ցանոթացա իմ հոգուս կեսը իմ գինես it's a soulmate կսենչը so անդեղ ցանոթացա ինքը դիլիջորներ conductor-ներ շեֆ պանի choir-ի եւ ինքը օրկեստրայի conductor եմ դիգինես դոկտորայի դիպլոմա արած է եւ կովել չէ բայց միակ հայ conductor որ doctorate-ի դիպլոմա արած է դիգինես է այսինքն կան մարդիկ որ master class-ներ գարնեն եւ այլն բայց ես հբարդ եմ դիգինովս որ ինքը ասկորձ արավ եւ իր թեզը հայկական մյուզիկի վրա էր թեզը պաշտպանեց հայկական սիմֆոնիի Alan Hovannes mainly որ Բոստոնեն ինքը հայ է գես Alan Hovannesյանը եւ անշուշտ կոմիդասեն երթանք մինչեւ էփոս եւ այդ research-ներում միևնույն ժամանակ ես ավելի սուզվեցի իրեն հետ նույնիսկ շատ դրական են եւ ես միշտ բրբդումները մեջ էի թեբի գիտնալու քու անցյալդ քու արմատները որ գրնաս հարաշտիմել ասենք որ գիտնաս աբական ինչպես է որտեւ եթե չգիտնաս անցյալդ մի քիչ դժվար է գործված դինես ոնց որ այդպես ասեմ եւ 2019-ին եկեղեցական ամուսնացանք that's it երեխաներ ունեք Չեթեր առաջ աստված Մերսի կինդ էլի Սիրիայի Լիբանանի հայ է թե ինքը փնիկ Լիբանան է բայց Լիբանան 2 տարեկանին փոխադրվել էր ծնողքը նորեն բادرազմի բաժարավ ինքը հոս մեծեր է կանադա մեծեր է այսինքն եւ անցյալ տարի Հայաստան էինք միասին ինքը հրավիրվեցավ Armenian Philharmonic-ի կողմէ թվին սրահում օրկեստրի փամը ռազին շոմը գարսենք անունը մորցա Հովանավորչան դեր Հովայի հետ աշխատանք մներ ոնց որ կլասիկ մյուզիկները ավելի մոդեռն ծավով էլեկտրիկ սիմֆոնի ծավով գես էլեկտրիկ գես DJ-ի փանով հետաքրական փամներ եւ ասպես Հայաստանի որ կացինք մի քիչ անդեղը մեր դունս կացինք ինչպես ասեցի քեզի սկիզբը միտք ունենք տեղափոխվելու այնտեղ բայց ժամանակի գարոդի բայց մեր պրոջեկտներում մեջ է այսինքն թեբի հայրենիքը միշտ կա
հողի բանջկը բոլոր հայերը կսկանի որ Հայաստան երթաս բայց այդ վերադառնաս գործի մեջ ցույցվելով քեզի գործընծնե բայց այդ գանչը միշտ կա եթե փնդրես ասենք լրության մեջ գտեսնես որ միակ առաջին գայարանը քու հոգու կամ քու ասես ասեմ գյանքի ճանապարհի գուզես հիմք հոնտնել հաստատել Հայաստան Ես քեզ այնքան եմ հասկանում այդ բա ամեն անգամ Հայաստան գնալուց այնքան ջերմություն, այնքան, չգիտեմ, sense հոգուտ հանգստություն ես զգում, ու հենց հետ է զգալի ու էլի արդեն սուզվում ես քո առօրյա ես կյանքի մեջ, քիչ-քիչ մոռանում ես, մինչև էլի մյուս գնալը, ու երևի այդ էր պատճառը, որ ես գնալով իմ այդ ճանապարհորդությունները դեպի Հայաստան այնքան հաճախակի սարքեցի, անցած տարի 2024-ին 5 անգամ եղա Հայաստանում ու այտենց էլ այդ այսինքն այնքան թարմ պահեցի, այդ հիշողությունը մոտս, մինչև այդ վերջնական եկա արդեն այդ որոշման, որ գնում եմ ուտեղ էլ ապրեմ։ Ճիշտ է, սենց հետ ես գալի արդեն քո երկիր քո առօրյայի մեջ մոռանում ես արդեն այդ հոգուտ կանչը, ճիշտ կա այտենց բան, լրիվ ես քեզ հասկացա։ Անցած տարի փաստորեն առաջի անգամ էր որ Հայաստանում եղար, ճիշտ հասկացա։ Այո, եւ այո, կարամ ասել։ Երևանում հուսով եմ ես քեզ կդիմավորեմ Հայաստանում արդեն մյուս անգամ։ Անպայման։ Ու արդեն մի քիչ էլ իմ աչքերով կտնես Հայաստանը շանչան։ Գիտես մի հատ ինչ մոտս առաջացավ։ Այս թեմայով մենք շատ ենք խոսում, որ ցանկացած դժվարություն, որ կյանքը ուղարկում է, դա ուղարկում է մեր համար, պետք չի, ասենք, սարքել ոնց որ տրագեդիա, պետք չի ոնց որ դու քո Աստծուց նեղանաս, թե ինչի սենց, այլ ընդհակառակը շնորհակալություն պետքա լինես, շնորհակալ պետքա լինես։ Հիմա նայ քո պատմությունը Սիրիայի պատերազմը սկսում է ու ինձ թվում է քո մոտ սենց որ աշխարհի վերջնա վիճակա չէ եղել են որ այս ինչ վատա ոնց ենք շարունակելու մենք մեր կյանքը ոնց որ հուսախաբություն է շատ դաժան պատերազմ էր էլ իրոք շատ դաժան պատերազմ էր բայց նա այդ փորձությունը քեզ բերեց հասցրեց Կանադա քեզ բերեց ծանոթացրեց քո երկրորդ կեսի հետ այսինքն էլի եկել էր այդ ամեն ինչը քո համար համաձայն ես շատ 100% միշտ էլ գասեմ իմ դիգինին իմ գնոջս անցյալներն էր թեր գսեի որ ասամենը պլան էր որ ես քեզի դեսնեմ եւ շատ դակրքիր է ես եւ ինքը ես երբ որ Լիբանան դեղափոխվեցա իմ հորակուրենչս բանգը մնային անջար շրջանը որ հայկական քաութ է ասենք շատ բաբանոական շատ գեղեցիկ էլեկտրական քյուղ մնա ավելի քյուղակահակ է շատ գեղեցիկ է շատ չերմեն անդերի մտնորդը հայկական իմ դիգինս հոն եղած էր 2014-ին եւ ես հոն եղել էի նույն ժամանակ բայց իրար չէինք տեսել ոնց որ էներգին փորձեց որ մենք ես մագնիսի բանգա բիդի դերմը իդ մոդենանք իրարու ոնց որ չստացվեց այդ պայմաններում ավելի լավ պայմաններ ստեղծվեցան որ իդ դեսնվինք իրար աստեղ ավելի ոնց որ քունավոր ասեմ որ ես ավելի գիտես դղամարդու համար ավելի գուզես հաստատ վիճակի մեջ լալ որ իմ դիգինն ինձի շատ քաչալերեց իմ մանավանդ նկարչական առաջին ինձի քաչալերողները սեր ծնողքես վերջ եւ միշտ մինչեւ հիմա քաչալերը իմ կորձիս մեջ իմ ասպարեզպես ես անշուշտ փոխադարձ իրեն բոլոր կոնցերտները արդեն գնկարեմ եւ այլն ասպես մոտավորապես նույնպեսի պատմություն ես ու իմ կինոն ունենք եթե քեզ հետաքրքիր է մենք իրար ծանոթացել ենք 14-15 տարեկանում Հայաստանում քրոջս բարի էի տանում ուտեղ կինս ու իր քուրն էին ապարում այդտեղ նկատեցի դուրս եկավ ես գնացի սկսեցի այդ բարի տեղը ապարել մի քանի շաբաթ հետո դպրոցներն է բացվում գալիս ենք այդ սեպտեմբերի 1 դպրոց տեսնում եմ ինքը մեր դպրոցից է 8 տարի նույն դպրոցում սովորել էինք ու չէի նկատել այդ բարի տեղը ես իրեն նկատեցի բայց հետո էլի կյանքս ինձ դասավորեց դե ես եկա Ամերիկա ինքը մնաց Հայաստան ես գաղափար չունեի երբեմ կարողանալու հետ գնամ կամ մի խոսքով կապ չպահեցինք միասին
8 տարի է տենց, մոտավորապես հեռու իրարից ապրելուց հետո էլ իրար գտանք ու տենց 5 օրվա մեջ որոշեցի, որ ուզում եմ ամուսնանանք ու 6 օր հետո հարսանիք արեցինք ու լավագույն բանն է ինքը, որ իմ կյանքում իմ հետ պատահել է, քո ասացի պես ինքն էլ իմ բոլոր ամենաառաջի քաջալերողը միշտ ինքն է եղել, մինչև այս podcast տանել այս թեմաներով Խոսալը այդ կուլիսներու հետևի աշխատող ինքն է ոնց որ այդ ամեն ինչ իր միտքն է եղել ու իր քաջալերման շնորհիվ ենք ասստեղ hence what I can relate to your story Եվ գտեսնեմ ադի դիգինիտ գողմեն այսինքն քեզի առաջին support անողն է որ թե քու դիգինը դասենք հայգին ընտանիքի ասենք դան օջախի բանն է չերմուչունն է սրբությունն է եւ միևնույն ժամանակ ինքը քեզի քու բիզնեսի եւ podcast-ին past ինքն էր ասենք technical support-ը որ արեց setup-ը շնորհակալություն իրանալ միանշանակ ամենասկզբից ինչ ամուսնացել ենք իմ գործերի ասենք հաջողությունը իմ առաջընթացը այդ ամեն ինչ էլ իր համար է կապված եղել Հին տղամարդ հարաբերությունը այտենց յուրահատուկ հարաբերություն է էլի շանչան որ տղամարդը երկա չէ this is a man's world գիտես այդ երկա այսինքն էսի ճիշտ է տղամարդկանց աշխարհը բայց տղամարդը այդ ամեն ինչը անում է կնոջ համար հա կնոջը հաջողանալու կնոջ կողմից ասենք այդ սերը երախտապարտությունը ստանալու համար ու ճիշտ կինը կողքիդ ունենալը շատ կարևոր է քո առաջընթացի համար Այո, միասին ճանապարհը պիտի անցնենք ոնց որ ինձ համար չի գարա անհատ անցնես միան դղա կամ միան գին միասին պետք է շարունակենք իրար կորզնեությունը բացատրությունները շատ են ասի ասենք էներգիայի եւ հոգիներու բաներով որ գինը մայրը եւ ասին կարևոր է շատ գրոնքի մեջ ալ fertility ասենք շարունակության եւ spiritual passion so միասին yin yang-ի ոնց որ թարգմանությունը ասեմ ավելի ինչ որ կասեն գինը ջենետիկն է ջինն է եւ յանը հայ հոգեբորն է հայրն է միասին մի դան փոխչացնենք եւ ավելի ճիշտ ծավով է որ ներտաշնակ վիճակն է միասին հաջորդ этаպին անցնենք եւ հասկացող գիմը ունենաս ինքնալ քեզի հետ նույն կաղապարը հասկանա թե տուն ինչպես է կյանքը ինչու համար է որ մենք աշխարհ գանք միան ուդել խմել երթալ չէ էսի շատ երկար ճանապարհ է եւ էսի ոչ վերջին этаպն է ոչ էլ առաջին եթե գուզես առնել առաջինը ասել է թե տուն գսխալիս որտեվ տուն սկիզբեն արդեն հոս եղերս եթե ասես վերջինն են օրեն գսխալիս որովհետև բացատրությունները մեկը նախ չէ գրծած փաստել որովհետև վերջ չունի եթե դիտերտաս մինչև born again չէ բայց եթե մոլորակներու ստեղծումը այդպես է հիմա օրինակ rehab անունով մոլորակ մգար Jupiter-ի եւ Mars-ի միջև շատ բզդիկ rehab էր եւ գսեն explode եղավ բայթեցավ բայց ուրիշ scientist-ներ եւ astrologist-ներ գսեն այդպես բան չի գնարել որտեվ մոլորակը չի գարա բայթիլ բայց աստեղ երկու դարբերակ շատ կա բայց ասեմ մոլորակները մեր վրա աստեղություն շատ ունին բոլոր գրոնքները հիմնված են մոլորակներու վրա եւ չենք կարա դիգա չընդունել կամ թաբու բահենք մեր դուներեն ներս երբ որ մանուկը հարցնե դիեզերքի մասին ոյ մեկ բան կամ սկսի խոսիլ եւ ասեն կովեն բաներ գխոսի բայց եթե փորձես հասկանալ բզդիգին տուն ունի սպաներ իր մեզ օրվելիք եւ այդպես է շատ բայց ծնողքը թերևս ինքիրեն չի համոզեր որ կամ չի ընդունիր որ ինչպես կլա ես բզդիգեմ բիդի սորվին բայց այդպես է կյանքը որտեվ բզդիգը գգրե քու դոհմիտ
Karma չսեմ, որտեվ karman մարդիկ կսեն գա, մարդիկ կսեն չի գա, karma չէ, ուրիշ տեսակ կարան բացատրել քու նախնիներուդ չամփոխչացած հանքրվանները որ կամ հանքույցները որ չեն կակված, այսինքն չեն հասկացած ինչ է եւ ադոր պատճառով մենք ինչպես չարտը անցուցինք տրոմայր, ինչպես բادرազմը, թե հիմակվա փորձառությունը, թե դողմերու երթանք դեպի հետև անոր համար է որ մենք բաժաները մեկն է որ մենք կասենք 7 բորդ հերու 7 բորդ հերուն շատ հետաքրական խոր իմաստ ունի մեջը ոչ միան գենետիկ օրեն DNA-ի բանով այսինքն եւ առավել հոգեվոր կողմը հոգիներու կողմն որտեղ մենք միան մարմին չենք մենք հոգի ենք եթե պիտի ընդունենք ոյ մեկ կրոնք չես կարող առնել միան մարմին եւ ես աստեղ մեկ հետաքրքրական բան ինչ որ է շատ հետաքրքիր թեմա է բացում կուզեմ մի քիչ խոսանք այդ թեմայով հա օրինակ որ ասում ես կարմա կա չկա երեխան ծնվում է ինչ-որ մի ընտանիքում չէ մարմնավորվում է ինչ-որ մի ընտանիքում ընտանիքը հարստատ ունի կարմա կարան կարմա չասենք կարանք ասենք ընտանեկան սովորություններ հա որը որ ոչ միշտ է որ consciously գիտակցաբար է ստեղծվել, այսինքն քո ծնողներն էլ ծնվել են իրանց ծնողների ընտանիքում, այնտեղ ինչ-որ սովորություններ են ունեցել, օրինակ կարա լինի նեղացկոտություն, հա, ընտանիքներ կան, որ քուր, աղբեր, չգիտեմ, հոպարներն իրար հետ, մորքուրներն իրար հետ նեղացկոտ են, չէ՞, օրինակի համար ամեն թեմայից մեծ խնդրեմ են սարքում։ Ընտանիքներ կան, որ շատ ավելի ներդաշնակ են այդ առումով։ Այսինքն որ դու ծնվում ես այդ ընտանիքում դու ավտոմատ այդ ընտանիքի սովորությունների շարունակորդն ես դառնում, որովհետև դու երեխա ես, դու conscious being չես, այսինքն գիտակից էություն չես, ու ինչ միջավայրում ծնվում ես, արդեն այդ ծրագիրը վերցնում ես քո վրա, չէ՞։ Դա եղավ այդ կարման, էլի, Շան ջան, հիմա ուզում ենք կարմա ասենք, ուզում ենք cause effect ասենք, Սամսարա garanք ասել Ինչ ուզում ես կարանք ասենք, բայց այդ երևույթը կա։ Անշուշտ։ Չէ, ես փառն եմ միան բարձաբես որ անդեղ մարդոց համար միան որովհետև փարի կարևոր է ասենք փարը գիտնանք ճիշտ է։ Ասենք Աստծո հետ կապված, չէ, Աստված, դիեզերք, absolute creator, ինչ ուզում ես ասա, նույն երևույթի մասին ես խոսում ու չես կարա դենայանես իր existence-ը, իր գոյությունը։ Ես կփորձեմ։ Հիմա երեխան գալիս է, որպես ասած ես ինչպես ժամանակից տերմինոլոգիայով խոսանք, դատարկ CD է։ Ինչ ծրագիր ուզես կարաս գրես։ Իհարկե դատարկ CD է, բայց ինչ որ բնավորության բաներ ունի, էլի, թե ֆիզիկական, թե բնավորության, հա։ Ու արդեն կախված թե ինչ ընտանիքում է մարմնավորվում, այդ ընտանիքի ծնողները especially գնդե տատի պապի կարա լինի, հա, արդեն մնացած ազգականները ինչքան consciousness են, ինչքան են այդ երախուն որպես իրանց խաղալիք վերաբերվում թե մի հատ հոգի, spirit, որը որ որոշել է իրանց ընտանիքում մարմնավորվի, ըստ դրա էլ թե իրանք ոնց կշփվեն երեխու հետ, ինչ ծրագիր կտան։ Այդ CD-ն արդեն դառնում է ինչ-որ մի ծրագրով պրոգրամ էլի, լավ, սենց ասեմ, հա։ Ու հետո այդ երեխուն սենց ճանապարհում ենք, ասում ենք դե գնա, դու արդեն adult ես, արդեն հասունեություն ես, գնա, սկսի ապրել։ Ու այդ երեխան դուրս է գալի, արդեն քո այդ տնից տված սաղ այդ իհարկե մենակ չասենք որ մենակ վատ բաներ ենք տալիս էլի լիքը լավ բաներ էլ է ընտանիքից ստանում ծրագրի տեսքով բայց շատ սխալ բաներ է ստանում որ հետո կյանքի ընթացքում ամեն ինչ փորձում է անի որ ուղի այդ ծրագիրը հա դառնա գիտակից հասկանա այդ սովորություններից որն է իրան ծառայում որն է իրան դեմ ու արդեն սկսի այդ սովորությունները գիտակից ձևով մաքրել էլ իր մեջից Ճիշտ գիտես ինչ լավ ասեցիր որ վատ բաներ եւ լավ բաներ եւ վատ բաներու բարակային չենք կարա մեր ծնողներուն ասենք այսինքն բանանել blame հանցավոր անել որովհետեւ մենք գսորվինք մեր ծնողներեն եւ վերջը խելահաս լանքն է երդասարդ տարիքի գտեսնենք որ իրենց ասված բաները որ արել ենք բնավորությունները գուզենք փոխել
օրինակ ո՞ե մեկ բանի պատճառը լա, այսինքն լա ձխել է, լա հայոյել է կամ բանը, այսինքն ամեն մեկը իր դարբերակով, ամեն մեկը ինչ միջավայրի մեջ կձնի, ամեն մեկը ինչ փորձառությունները անցեր է, այսինքն նեգատիվ բաները կփորձենք չի տեսնել եւ մենք վերջ appreciate կնենք իրենց որ ասիգա եղավ ինձի որ սորվիմ ես եւ իրենց ալ կսկսես օգնել անեք իդակցության բահը որ երբ որ գիմանաս որ ինչու համար էր ասիգա որ տուն շտկես թերևս քու ցերկովը դեր որ շտկեր եթե չի հասկացար գարամ ասել գշարունակվի քու եկող սերունդ այսինքն հաճո զավակներդ շատ դակրական է որ իմեծ հայրս մենք ցիտաբդուղի ծարեր ունեինք ցիտաբդուղի այսինքն արդեր ունեինք հողեր ունեինք իմեծ հայրս գասեր աս ծարերը գխոսին ես շատ բզդիգ էի ծերի ցերկը բռնած հողի մեջ կքալելով գերտայինք ինձ գսեր աս ծարերը գխոսին չի ըմբռնել ինչը սեր գուզե եւ շատ դակրական է ցտաբդուղի ծարը անանք համբերություն գուզե բդուղը ինքը եւ բդուղը 7 տարի պիտի սպասես որ բդուղը դա քեզի այսին ծարը լման գազմի շատ համբերություն գուզե գնամանի բզդիգիմը որ դու միտասյարագես եւ պիտի կամ ադոր որ թորնիկը իր մեծ հորի հետ գաբ ունի նույն ֆրեկվենսին վրա են թերևս հայրը մայրը ժամանակ չունին կորձով սպառված են բայց մեծ հայրը at retirement-ի բահ որ գա ասենք կամ մարդիկ rehab-ի մեջ կմտնեն թերևս բանեմը վերջացնեն բայց մեկը գա ընտանիքին մեջ որ ասպզդիգին հետ գաբ ունի եւ ինքն է իրեն գուղը եւ այդ գաբը շատ կարեւոր է դրա համար մեր մեծերը մեր դուներում մեջ շատ կարեւոր է մեր ավանդությունները բահենք որովհետեւ տուն հոգեվորնա գզարկացնես բզդիգին բզդիգին ինչպես պիտի գիտնա ճիշտը սխալն եթե իր ծնողքը թիդելով չէ այսինքն շատ կարևոր է հասկանալը եւ սկիզբը չէ որ կհասկանաս երբ որ երդասարդ դարիքի գսկսես այն ադենը որ կհասկանաս թե ծնողքդ ինչ կուզեին ասել ինչ էր իրենց նպատակը այդ բույսերը որ էություններ են հա ես էլ եմ դա նկատել զգացել ես էլ եմ շփում ունեցել բույսերի հետ ու գիտես չէ որ երաժշտություն ես միացնում բույսերն ավելի լավ են աճում դա էլ որ ուսումնասիրեցի հասկացա դա էլ շատ գրավեց ինձ հիմա իմ Հայաստան տեղափոխվելուց հետո հենց պատրաստվում եմ այդ greenhouse-ների այդ ջերմոցային ինչ-որ բիզնես սկսեմ հենց որ այգին ժամանակա ուսումնասիրում եմ սենց հերակա ոնց որ դասեր եմ վերցնում շատ է ինձ հետաքրքրում իրոք շատ հասկանում ես որ բույսն էլ ինքը conscious էություն է okay ունի ասենք ոնց որ իր limited consciousness-ը բայց ունի consciousness գիտակցություն էլի այսօր ամեր զրուցը sense կիսա հայերեն կիսա անգլերեն է ստացվում բառեր կլինեն կարող է տենց վրիպենք հա չասցնենք թարգմանենք վես կներեք մի խոսքով թե անգամ մեր սելերը չէ մեր մարմնի բջիջները էլի որ տեսնում ես ունեն կյանքի սկիզբ կյանքի ընթացք կյանքի ավարտ ունեն ինչ-որ գործունեություն որով որ իրանք զբաղվում են ու հասկանում ես որ որպեսզի դու ես քո experience-ես փորձառությունը կարողանաս իրականացնել տրիլիոնավոր էություններ, հա, բջիջներ, okay, կարող է մի փոքր ավելի ոնց որ սահմանափակ գիտակցությամբ քան թե դու ես, բայց մի հատ պատկերացրեք տրիլիոնավոր էություններ, օրը 24 ժամվա ռեժիմով աշխատում են, որպեսզի դու կարողանաս այս կյանքը ապրես։ Ու դու արթնանում ես կյանքից դժգոհ ասենք չես ուզում տանից դուրս գաս, գնաս կյանքդ ապրես, մոտ հասկացեք թե ինչքան մեծ աշխատանք է տարվում, որպեսզի դուք կարողանաք հենց այդ օրը արթնանաք ու ապրեք ձեր կյանքը։ Այդ ոնց կապրեք։ Այդ դրա այդ ազատ կամքի դրսևորումը տրված է ձեզ, հա, այտենց թթված կմնաք տանը ու չեք գնահատի ձեզ այդ տրված օրը, դե ուղղակի դուրս կգաք, կվայելեք, կարարեք, փորձեք ինչ-որ մի բան անեք, հա, փոխեք նույն աշխարհը դեպի դրականը, դա լրիվ ձեր ձեռքում է արդեն, բայց հասկացեք, որ ձեր կյանքը լինելու համար շատ մեծ աշխատանք է տարվում ու գնահատեք, հա, ոնց որ գիտակից եղեք նույն այդ բջիջներին, ովքեր որ անխափան մեքենայի նման օրը 24 ժամ աշխատում են
որ դուք ձեր այդ էքսպերիենսը, այդ փորձառությունն ապրեք։ Պարտավորեցնող է, Շանտ այդ դեպքում։ Շնորհակալ պետք է լինենք միշտ ունեցածի համար շնորհակալություն հայտները լավ բան է, որ թուն քեզիալ որ քոյադևես իբր անց միշտ բայկարի մեջ է մանավանդ հայ ժողովուրդը ասենք միշտ բայկարի մեջ է ինք իր անձի հետ ճշմարտություն փնտրելու համար մենք ալ հայրս մի քիչ ավելի բանով փաստերով գուզենք մոդելալ ամեն ինչի թե պատմական թե այլն քալով ծարի օրինակ նմանությունը մարդ արարածի շատ դրական է ծարը երկու բան պետք ունի արևը եւ պետք ունի ջուրը չէ անշուշտ օթեն զատ օքսիգենեն զատ եւ այլն նույնալ մարդ արարածն է 75%-ը ջուր է եւ արև դեսնելը մեզի համար շատ կարեւոր է եւ նույն այդ ողնաշարի 33 որ մինչեւ pine needle-ին որ գերտա third eye որ գասեն էդի նույն համակարգն է որ փույսերուն փորձեցին անել եւ որ coil թրին ասենք անտենայի բես բղինցիա եւ փորձեցին ավելի մյուզիկ օգտագործեն եւ նայն universe-ին sign-ով universe-ի vibration-ներով ինքը ավելի activate եղավ ոնց որ ինքը information-ը քեզի universe-ը քեզի գուդա բայց դու պատրաստականություն ունիս ընդունելու էդե հարցումը ավելի որ դու իմանաս դու ով ես եթե նվիրես օրական 5 րոպե դու գարաս իմանալ գսեմ մի քանի ամիսի հետ որ դու ով ես գարաս հոգիդ հանգստացնել ես չեմ ասում որ ամեն մարդ պետք է հետևի ոյ մեկ ուսմունքի կամ գրոնքի ծայրահեղությունը քեզի փանի մեջ կդանի ինչպես ասեմ գոմնակցության մեջ կդանի որ նույնը ֆանատիկ բանի մը լասն է սպորտի ինչ որալ անե բիդի պաշտպանես այո պոլիտիկի մեջ անույնն է բայց էս հոգևորի բաժինը չենք կարա այդպես ֆանատիկ օրեն առնել որովհետև ամեն մեկ անց իր ինք իրեն կներկայացնե ինքն է որ ինքը իր կարմաները պիտի շտկե ինքն է որ ինքը մեդիտացիա պիտի անե ինք իր անցով ամեն մեկ իր գրոնքի մեջ եւ փորձենք հասկանալ ինչ է իմաստը չառնենք գրոնքը ոչ փարարփար եւ չասենք միան գեղերականը մեզի բացադրե էս է իմաստը օրինակ աղի իմաստը ինչ է աղի իմաստը աղը որ գսե Հիսուս գսե մենք ենք աղը չէ եւ շատ դրական է դուն օրտնեկի որ գուքան դեր հայրները վարդապետները դուն օրտնեկի անգույնները ճուր գսերսկեն լավ մենք հիմա գսենք ասի սատանայի է կամ հեթանոսական բան լավ ինչու քրիստոնեական բանը գա որովհետեւ շատ լավ գիտեն հոգիներու բանը եւ մադաղ որ գուդան մադաղի մեջ այդ գենթանին որ կավուչան նոխազը չէ ավելի բանն է մադաղը շնորհակալություն հայտնի ասենք դիցերուն աղ չէին տներ ժամանակին բաժար գա աղը շատ հետաքրքրական բան է եւ աղի բաժարավ շատ հետաքրքրական ուսումնասիրություններ կա որ աղը մեջը mineral բաներ կա որ heavy metal-ներ կան եւ հիմա փոխվեցավ modified ծավով աղեր կան որ մեջը Celtic աղը եւ այլն Himalaya եւ այլն sea salt բայց table salt-ը որ կա ամեն շինցու է լաբորատորի ասենք աշխատանքի պես է եւ գարա քեզի ad pineal gland-ի դանի spiritually աստե and դեղենգուկա աղի իմաստությունը որտեվ նույննալ միհրի ուսմունքն է որ pineal gland-ի համար է որ գսե որ երբ պիտի վերաթարնա եւ նույնա Հիսուսի որ գսե մանանեխի հադիկը նույն բանն է որ մեզի գհուշեն as pineal gland-ն է թուն ինչ որ universe-ի վրա գա թե մոլորակները աստեյությունի վրա որ թուն մաս կգազմես as երգիրին ոնց որ թունալ էյություն մնաս աստեղ թունա գենթանի ես անասուն չես գենթանի արարած ես Իհատ քեզ շատ հետաքրքիր է ինչ որ ասես դրա համար եմ ուզում ճիշտ հասկանամ այսինքն աղը օգնում է pineal gland-ի activation-ին հա դա էս ասում ոչ այո եւ նո ճիշտ աղը որովհետեւ
աղը շատ հոգևոր բաներ է։ Հիմա դուներում մեջ եթե անգույնները ախտնեն գսեն դունի էներգին լավ կբահե։ Աղը շատ ուսմունքներում մեջ կօգտագործվի, բայց իմաստը շատ խորք է։ Եվ ցուն երբ որ գկրդնիս աղ գարդատրես մարմինդ նույնիսկ քարահունչի քարերը մեկատնա ինչպես ժանկոդած աղ գա մեջը at կալցիումի բանը քանք ավելի քարահունչի բանը ասեցի շինարարական բանում ետ դառնանք որ մեգա at քարերը Stonehenge-ի կամ քարահունչի օրինակ այդ քարերու դեսագը բարձ քարեր չեն vibration-ի քարեր են եւ at քարերը ժանկոդո կար որ դե ինքը քարի մեջը երգաթալ գա երգաթը քարեն գելլե ժայրեն գելլե as chemistry-ի հետաքրքրական բանը ուսմունքը հայերը վաղուց գիտեին եւ աշխարհի փաստեցին քարահունչը ես միշտ կսեմ քարահունչը cycle-ն է օրբիտի 365 է equinox-ը որ 25920 տարի at 29920 տարին իմանալու համար մինիմումը նվազագույն պետք է երկու անգամ դեսած լաս աստղերը որ հասկանաս համաստեղությունը ամեն մեկ արևը ամեն մեկ դունի մեջ 2100 տարի պիտի դառնա շրջանն է այդ ցիկլը այդ ցիկլեն վերջը որ պիտի նոթակրես մինիմում իմ բարձ մոդեցումս է ասի իմ ներդրումս է ես բան չեմ անում վերլուծում չէ մասնակիցները ավելի գրնան խոսել ասնույթի մասին բայց մինիմումն է որ մարտարարած մի անգամ դեսած պետք է լա որ երկրորդ անգամ ուշադիր քրի առնե եթե այդ երկու հատ միացնենք իրար արդեն անցավ 25000 անցավ արդեն մենք վաղուց գիտեինք ադիգա ասի փաստերը մեկն որ մենք reality ենք անվանում ժամանակին ուրիշ ձև են տեսել էլի այսինքն են backdoor-ն են կարած է տեսնեն կոդերով են կարած է հասկանան հա այդ դեպքում կարա շատ ավելի կարճ ժամանակում են knowledge-ին հասած լինեն այո եւ gate-երն ասոնք Stargate-ի բաները որ գա ասենք ասոնք միան ուսմունքի հարց չէ ասի բոլորի համար դրված գիտությունն է այսինքն հիմա գարան ասել թակնակիդություն է քաղաքնակիդություն է black է եւ այլն էդի բոլորը փորձեր են որ քեզի spiritual-ը գդրեն բայց եթե դու լավ էներգիայով լեցուն ես եւ գարաս հաջողականությունը բարձրացնել թրթիրները vibration-ը եւ դու ունենաս այդ կարողությունը մանավանդ սիրով լծվես միշտ գարաս այդ projection-ին միշտ հասնել այսինքն այդպես չէ որ քու վրա կոց եկամ ուրիշին համար գա ոչ բոլորի համար է բայց թերևս ցևը գդարբերի որովհետև ամեն մեկը իր ճակատագիրը ունի աստեղ քալու եւ ամբողջացնելու թերևս թուն քու միշնը քու կոորդինեյշնը դարբեր է ուրիշ է գդարբերի անոր համար է որ նախանցի բաժինը եթե փորձենք անել շատ լավ գիմանաս թե թուն ինչ է եւ աս ամենը իմանալից վերջը կսես oh my god նյութականը երբևէ ինձ կարևոր չէ որովհետև նյութականով ժամանակավոր գրաս ուրախացնել բայց ամեն fake է բոլորը սուտ է as matrix-ի բանը հասկանալը ավելի հոգևոր է եւ մեր քրմերանը սկսյալ եւ ավելի առաջ ասենք վաղուց գիտեին as բանի եւ practice կանեն ոնց որ practice-ին հայերենը Պրակտիկա էլի, օգտագործեին, այսինքն բոլորի էր եւ դաջարները որ գար, ասենք կարնիի բան եւ այլն, թե ուսմունքի դաջար էր, թե healing-ի դաջար էր։ Դաջար արդեն ինքը քեզի ջար գուտահոն եւ temple-ի շինարարական համակարգը նույն շինարարական համակարգն է էլեկտրոնիկ device-ներու, նույնա պիրամիդ եւ այլն, էներգիի հետ կապ ունի։ Եթե թուն քու մարմինը դա temple է բայց երբ որ երկես մինագդ եւ երթաս խմբով երկես երջախումբը ad vibration-ը ստեղծելը եւ մանավանդ քու մարմինը ճուր է ստեղծված է ad vibration-ը քեզի շատ թուրեր կրնապանալ եւ դու կգրնաս ավելի ինֆորմացիա ստանալ ավելի հասկանալ թե ինչպես ասեմ ավելի հաստատ կարող ես քայլեր դառնել ավելի ինքնավստահ լինել եւ վախերը գդրել ավելի շուտ քանի ինքը ընդհանրապես քեզի վախի մեջ պիտի փորձեն
Դժբախտաբար գրոնքներու մեջ ալ գա վախն է որ այսինքն գամ շահի գամ վախի վրա է գամ պիտի շահից դրախտը գամ ալ աստվածավախ բիլլաս ինչու աստվածասեր չլամ ուրիշներա գսեն աս խոսքին խոսքս չէ բայց ես ինքս չեմ կարող տեսնեմ վախով դրախտ հասնելու հնարավոր վարիանտ էլի հնարավոր ձև որովհետև վախը քեզ միշտ Բերու է պայելու դրախտից, վախը ինքը ցածր vibrational բանա, ցածր վիբրացիոն emotion է, իսկ ոնց վախը տանում է քեզ դժոխք, հա, դրա համար էլ դժոխք չէ, անգլերենով hell, heal, դեպի ներքև, heaven, դեպի վերև, այսինքն վիբրացիադ ինչքան բարձրացնում ես, դու այնքան մոտենում ես դրախտին, ինչքան ցածրացնում ես դժոխքին, իսկ ցածրացնելու ամենաուժեղ ձևը վախն է, հա, ու մնացած բոլոր էմոցիաներն էլ ատելություն կլինի, կատաղություն կլինի, իրանց սաղի հետևելի վախն է, որ վերցնում ես, էլի, ուսումնասիրում ես, այնպես որ Աստծուց վախենալով դրախտ հասնել կներեք, բայց ես չեմ կարող մտենամ որպես հնարավոր ճանապարհ։ Եվ ինչն է քեզի փաստե որ դու մի դերտաս դրախտ կամ դժոխք, արդեն թուն գարաս, ադի թուն գստեղծես, թուն գդանիս կամ որ մարդիկ օրինակ կսեն աթեիստ եմ կամ չեմ ավադարևար են չնայած սխալ թարգմանված է աթեիստ բառը հետանոսը էթնիկ բանեն գուկա այսինքն թուն գարձես որ բիդի սուզվիս ադի եթե թուն նեգատիվի բիդի երտաս այո գրնաս ինչպես գսեի գոր ռիհաբի բանին էքսպլոդը լալա ад բայդումը լա այո բայց գարաս հագարագը լինել նոր մոլորակ ստեղծել, նոր աստղ ստեղծել, անոր համար է որ մենք բոլորս աստղեր ենք, անոր համար է որ մեկը որ աստղը, ասենք լավ ջանցված է վայրեն, ասեն աստղը փայլուն է, կամ մենք աստղի հետ միշտ կապ ունենք, եւ հայ ժողովուրդը մանավանդ միշտ աստղեր է գտիդե։ Ես բզդիգություն ես ինձ համար հետաքրքրություն էր, եւ վստահ եմ բոլոր հայերը ունին, բայց դժբախտաբար աս օրերուն ցանկը այդպես արագ է ընթանում highway-ներուն վրա ջամփաները մարդիկ միան արչև ունային թեպի վար գնային վայլենք վարյանը Ռոբեն վայլենք ես լուսանկարիչ եմ ադներ գերտան օրինակ landscape բաներ կնկարեմ կամերան մեկ կողմ գտնեմ ադներ գսեմ աչքս թող հաջույքը ստանա ես կուզեմ վայլել այո կուզեմ վավերակել ադիգա բայց կուզեմ ես ադի ֆոտոգրաֆեր չեմ բայց ճանապարհորդելու ժամանակ այտենց դրվագներ լինում որ վերցնում ես նկարես մեկ էլ ասում ես այս տեսարանը շատ սիրուն է նկարելու համար մեկը նկարեմ փչացնելու եմ այս տեսարանը հեռախոսը դնում ես ուղղակի վայելում ես եւ ինչպես ասեմ սեկոնդի հարց է մանավանդ ասենք արևի բանը դիդելը սանսետի բանը արևմուտքի Ինչեւ նկարես կարող կորցնես Ճիշտ մի քանի սեկոնդ հիմա ես կնկարեմ կամերան տրայպոդի վրա եւ այլն գարանք տեխնիկալ բաներ օգտագործել բայց միտքս չեմ ուզեր սպաղեցան ադներ գուզես տուն ад էներգիան ստանալ որովհետեւ այնքան անուշ է ад մոմենտը գսկաս քեզի համար եղած է եւ աշխարհը քեզի է ад ուրախությունը արդեն չես կարա բացադրել կամերայով ինչքան ավելի մանավանդ քո հոգուտ կամերայի միջոցով տեխնոլոգիով քան ավելի ասենք բնական մարդու փնաստով ад շապելի ад հաջույքը որովհետև նույնա ձոմի բարակային կամ ад հաջույքի բանը ասեցինք երբ որ ձոմաբարություն կանես ես ավելի ժողովրդին ասեմ որ ես նիկեն ավելի ներշնչվեցա ավելի քաչալերվեցա իր վիդեոները դիտելով իր փորձառությունները testimonial ասենք դիտելով եւ փորձեցի եւ շատ հետաքրքրական եւ անհամբեր կսպասես այդ օրը որ դու զոմբի դիբայես որովհետեւ սկիզբի ժամերն է վերջի կսկսի այդ օրը ես նիկիջապ չի հասա դժբախտաբար 2 օր փորձեցի եդեվի Պոլորին գսեմ կարանք միասին էլի անենք անպայման ես պոլորին քաչալեր եմ անել շատ առողջաբանական է ձոմի բանը ասենք շատ առողջաբանական է օրգանները դավերի
ուր որ դգար դեղոնի իմուն համակարգը կզորանա, ավելի կբայկարի վիրուսներու դեմ իմուն համակարգը շատ լավ բան է։ Եվ միևնույն ժամանակ թերթիրները vibration-ը կարա բարձրացնել։ Դենց էլ անում են մանկի Թիբետի մանկի ուսմունքի վարդապետները, այսինքն նույն բանին վրա է ձոմաբավությունն է։ Շատ գիտես ինչ եմ ուզում այս առիթից օգտվելով պատմեմ, քանի որ տենց մի քանի րոպե առաջ ոնց բացատրեցի, չէ՞, իմ անցալած որ այս տրիլիոնավոր սելերը, բջիջները աշխատում են, որպեսզի ես այս փորձառությունս ունենամ։ Հիմա ուզում եմ քո մեծ դիտողների հետ կիսվեմ, թե ես ոնց եմ ծոմը սկսում։ Ուրեմն այդ վերջի ուտելիքս ուտելուց հետո, որ արդեն պետքա չուտեմ, այդ օրը անպայման մեդիտացիա եմ անում, որ այդ մեդիտացիայի ժամանակ սենց ինձ պատկերացնում եմ սենց մեծ մի հատ տիեզերական էություն, ու սենց մտնում եմ ինքս իմ ներսը, ու սենց մոլորակների տեսքով իմ օրգաններն եմ տեսնում, սիրտս, թոքերս, չգիտեմ, մնացած օրգանները։ Ու այդ մոլորակների վրա միլիարդավոր էություններ, entity-ներ, սելերի տեսքով, conscious, գիտակից էություններ 24 ժամ աշխատում են, որպեսզի այդ մոլորակը աշխատի, ասենք սիրտօրինակ կծկվի, թուլանա, նույնը թոքերը ինչ որ անում են։ Ու ամենասկզբից իմ երախտապարտությունն եմ հայտնում այդ էություններին, թե ես ինչքան շնորհակալ եմ իրանցից ու ինչ-որ միտեղ էլ ոնց որ ներողությունս եմ հայտնում, որ ոչ միշտ եմ conscious գիտակից իրանց ներկայության մասին, ու ոնց որ մատաղի տեսքով իմ այդ ծոմն եմ առաջարկում ու իրանց ասում եմ այսքան ժամանակով ինչքան ուզում լինի, մի շաբաթ, 10 օր, 20 օր ես ձեզ հանգիստ եմ տալի։ Ոնց որ գնացեք vacation-ի, արձակուրդի, գնացեք հանգստացեք, հիմա ես եմ աշխատում, այսինքն ամեն պահ սոված ժամանակ conscious ես, չէ, գիտակից ես, ասենք էներգիա ես ծախսում, որպեսզի այդ սոված վիճակը պահես, էլի քեզ։ Ու այդ ընթացքում այդ նույն այդ բջիջներին հանգիստ ես տալի, որպեսզի իրանք ապակինեն, ինչքան հիվանդ հատվածներ ունեն։ Ու դրա համար էլ այս նույն խոսակցությունը, երկխոսություն ունենալուց հետո իմ մոտ այս ծոմերն այնքան հեշտ է ստացվում։ Մարդիկ որ ասում են առաջի օր, երկրորդ օր, երրորդ օր դժվար է, հենց առաջի պայից էլ իմ մոտ հեշտ է լինում, ինգեր, ես էլ դժվարություն չեմ ունենում, որովհետև երբ որ դու նրսում ես ներս ու քո ներքնաշխարհի հետ այդ զրույցը ունենում ես, արդեն նախ քո այդ գենետիկ այդ հիշողությունը, այդ հին մարդուց եկածած, որ եթե սոված է, նշանակում է հեսա կարող է սոմամահ լինի, ամեն ինչ անեն գլխացավի տեսքով, չգիտեմ, սրտխառնոցի տեսքով, որպեսզի հելնի գնա որսանի։ Հիմա ոնց որ դու այդ գեներին ասում ես, էսի ես գիտակից ձևով, conscious ձևով որոշել եմ սոված մնամ, հանգիստ մնացեք։ Իրանք էլ հանգիստ են մնում, հասկանում ես, իրանք էլ քո այդ ոնց որ հարմոնիկ ներդաշնակ վիճակում ու ծոմը շատ ավելի հեշտ ես անցկացնում։ Նույն լոգիկայով, եթե ինչ-որ մի հատվածդ էլ ցավում է, էլի դու կարաս այդ մեդիտացիան անես ու ուշադրությունդ կենտրոնացնես այդ հատվածիդ վրա, ու ասենք էլի ինչ-որ տեսակի, չգիտեմ, երախտապարտություն, սեր տալով կոնկրետ այդ հատվածիդ, ուշադրություն տալով այդ հատվածիդ, դու ինքդ քեզ կարողանում ես բուժել։ Այո, մտքի ուժով։ Մարդուն բոլոր կարևոր բաները դրված են։ Միան activate անելն է, ոնց որ ասենք switch-ի նման։ Դու միան պիտի փորձես activate անել։ Ես հալ դերևս ուշ արթնացա։ Ես քիչ ավելի խոսեմ իմ կյանքից մասին։ Ես էլ այդպես լավ անցմը չէի, ասեմ վադալ անց չէի, բայց այսինքն perfect մեկը չեմ։ Ես ալ բարձ մեկն եմ, այսինքն, բայց բզդիգուց ես շատ վախ ունեի եւ ոնց որ թե ասենք երազ է, թե ասենք այսպես շատ հետաքրքրական էր, որ միշտ վախը հետս էր։ Երբ որ Զորանոց Սուրիա զինվորության մեջ էի 2.5 տարի, դարբեր ցևով սկսա մոդենալ աս վախի հանդեպ։ Սկսա վախը տեսնել, որ բամն է, որ գրնամ բայկարիլ։ Եվ երբ որ սկսա աս վախը ընդունել որպես ինձի համագարկ, որ օգնե
հասկանամ թե բի լավ երթալու եւ ասոր տեսնեմ ինչս էլ գուզե որ ինձի որ ես վախնամ թե միան հոմնամ թե վախնամ փամը գա պետք է շտկեմ ես իմ անցիս մեջ արդյոք ես սխալ փամ արած եմ հասկացա որ ես եմ վախը ստեղծողը սկիզբը բայց հետաքրքրական է որ ես օրինակ առաջ շատ սիգարետ կձխեի թատրեոցի արդեն 5 տարի եղավ եւ ես արթնացա 33 տարեկան եմ շատ հետաքրքիր է թիվնա 33 տարեկանի եւ արդեն ամուսնացանք ուղղակի հասուն դարիք մներ ոնց որ թիվնալ այդպես բարձ չէր եւ պլանավորված չէինք այդպես լադարին 33 տարեկանից ավելի արթնացա եւ արդեն COVID եւ այլն սկսա ավելի ասպերբդումները անել եւ հիմա out of body experience-ը իմ կովս շատ արագ է ստացվում հիմա մարդոց համար դերևս դարբեր փանթվի ասիգա astral projection-ը եւ title-ի դակ չեմ ուզեր առնել անոր համար եմ միշտ ուշադիր եմ կարման գարանք առնել սամսարա ինձ համար օրինակ սամսարան հայերեն դարբերակը սանասարն է քանի բաղդասարը ժամի հետ կապ ունի բզդիկ ցիկլն է սանասարը իմ վերլուծումս է այսինքն չեմ դեսներ սխալ բամարտել բայց դերևս սխալ եմ բայց ինձի համար համագարկը այդպես կաշխատի անուն չեմ ուզեր տնել որ բարձրապես որ չի պատկանի ոյ մեկ ուսմունքի մը անոր համար է բարձրապես որ ասեմ որ ասդղան ասինչին ուսմունքն է կամ եւ այլն շատ հեշտ է որովհետեւ մեգումը թադես եւ չի հասկանաս իրեն նպատակը ինչ էր Հիսուսն ալեֆ որ ունի այդ սովորությունը պիտակավոր բոլոր ասկերոնի ինչու հрьяաներն ալ հիմա Հիսուսի երբ որ դժմարտություն խոսեր հիմա կանք Պարապասը իմաստ մներ որ Պարապասի եւ Հիսուսի մեջ պիտի զադեին ժողովուրդը էդի շատ խոր իմաստ ունի որ ժողովուրդը պատրաստ չէր դժմարտությունը ընդունելու Պարապասին ընդրեց դիտեթուն նույն վիճակն ենք հիմա որ ասես որ հայ ժողովուրդը բայց բոլոր ասկերու մեջ այդպես է բայց Պարապասը ադի իմաստն էր որ թուն երթաս որ հիմա նույն վիճակի մեջ ենք ես ասնույթեր ադեներ գխոսիմ ես վաղուց երբ որ ընկերներուս հետ գխոսեի թերևս դարբեր ծևով գնային ինձ կամ գխնդային որ ասենք արմեդայրեն ասենք բայց ընկերներս են այսինքն բան չի գա ինձի շանտշտայնս են it's like ինչ պետք ունես աս overpanicovs միշտ քրքույկ մունեի բզդիկ ընկերներս գադակ կանեին որ ես քրքույկի մեջ ես ինֆորմեյշններ կստանայի եւ նոտ կառնեի թե ես կգարձեի ավելի ոնց որ փանաստեղծություններն ասոնք չի հասկանար ինչ է եւ փանաստեղծության մեջ ծևով գուկար ինձի information-ը հիմա ավելի գրծը հասկանալ թե ինչ է as out of body experience-ը որ քու ինչպես կասենք quantum-ի բանի մեջը որ քու partsակույն եսը դե այսինքն թուն unconsciousness-ի մեջ վիճակին consciousness բանով մարմինդ գիտես ուր է եւ սենյակի մեջ կարաս սավառնել չասեմ բայց թրիչ կանել եւ էներգի վերաթար իվեր էներգի դառնաս որովհետեւ հոգի եթե միան մարմինը վերցնենք միան կմնաս էներգիայի քունտը հոգիմը լույսի պես եւ գարաս ուր ուզես թրել եւ ադ դեսիլքները որ գունանաս ադ ընթացքին կամ ինֆորմեյշնները կստանաս սեկոնդի մեջ է դու ադ 5 վայրկյանը աստրալ գանես բայց բադմությունները կբատնես մինչև արդու չի վերջանար որովհետև ինքան խորքը բաներ գա ես քովս միշտ թուղթ մելանը քրկույգ ունիմ դեր մինչև հիմա գնիկս կասեի լորի պետք է գիտնամ ինչ կսե որ ինձի ոստեղը you know վերջը սկսա ցայնս ռեկորդնել մեջ սկսա մդիգնել թե ինչ երազներ են ես երազ ասեմ որ ժողովրդին ավելի հեշտ ստացվի բայց ինքը երազ չէ որովհետև երազը ավելի թուն որովհետև ալֆա վիճակը կա եւ գիտես unconsciousness կլաս ադիգա չէ ասի consciousness գիտես ուրեստուն նույնը ինչպես մեսրոպ մաշտոց գեսքուն գեսարթուն որ դարերը իրեն երևեցավ անշուշտ երկար բացություն է ադիգա բայց աս գեսքուն գեսարթուն աս վիճակն է ուղղակի հենց աս վիճակն է որ թուն գրնաս ինֆորմեյշնները ստանալ Թուն գվերաթարնա քու հոգիտ
հենց որ ուրդեղեն եկած է եւ գարաս կու դոհմիտ հարցերը լուծել գարամ այդպես ասել թե հայրական թե մայրական բայց ավելի կգարձեմ ավելի հայրական է չեմ գիտեր ինչու հոգեվորի քան է չեմ գիտեր չնայած ինքը ին վերլուծումս է ասիգա չնայած ինքը մայրը հոգեվորի պետք է ավելի լա բայց this is a man word որ գսեր գոր քիչ առաջ արդյոք ասվածներու բանը փոխեցին չգիտեմ չեմ ուզեր ադոր մեջ ամտնել որովհետև մայր աթոր մայր Հայաստան հայրենիք մայրենի լեզու այսինքն աստարբերությունը չանչած վիրելար մե ես սկսեմ երկուքն է միշտ կարևորը երկուքը չի փախտադենք բայց առնենք ավելի միան լավը մեջ են ոյ մեկ գրոնքի եւ օգտագործենք քեզի համագարկ որ թուն զարգացնես թուն քեզի չի գաղաբավորվինք ոյ մեկ միան մեկ գրոնքի ես թեմ չեմ ուրիշ գրոնքները ուսումնասիրել որովհետեւ երբ որ ուսումնասիրես կտեսնես որ նույն բանը կբացատրեգոր հիմա երթանք Genesis Old Testament-ի մեջը ասվածներ գսե հոնդեղը ասված չսեր եւ հանդեղը թարգմանությունը Իլոհիմը ինքը Իլոհիմը ստեղծեց աշխարհը չսեր որ Աստված Իլոհիմ հանդեղը ուրիշ բան եղավ հիմա ոստեղը պլանետներու հարցը մտավնորեն որովհետեւ մենք ունենք gas giant planets եւ ունենք electric planet եւ ունենք magnetic planet so իլը ինչ որ հրյաներուն հետ կապ ունի որ magnetic-ն է կապ ունի եւ Սատուրնը ինքը magnetic է եւ սև քարն է որ իրենք երբ որ գաղութեն ճակատուն սև քարը գտնեն էդի Սատուրնի քարն է նույնը արաբներուն կովը երբ որ իրենց Կաբեի 4 կոմը գտարնան մեկայում չէ այդ թարնալու էներգիան vibration կստեղծե որ թուն եւ այդ process-ը պետք չէ գնա իշահ իրենց է ադիգա բայց ասկովին գաշխադին ադորամարը մենք ունեինք այդպես բամը բայց կրնամսել ոչ գործրեցինք բայց չենք activate անում քարահունչը մեզի փաստե որ հոմ փամը գար մեզի նշան գուտա որ ջամփան փամը գուտա ինչեր թարգմանեցին որ նոյադաբանը եկավ հոնդաբանը գաբեց քերեզմանոց էր չգիտեմ ինչ լավ աստղի դերն է ուղագի քեզի գցնե դարին at cycle որ բանգասեն ինչ որ է ինքը equinox-ն է 25920 դարին է at cycle-ի բանն է քարահունչն ըփանն Stonehenge-ն նույնն է եւ վերադառնամ բանին որ գասեի որ magnetic եւ electric իլը ուրեմն Իլոհիմը որ իլը գա էլեկտրիկը ինչ որ իլով է հрьяներու աշխատող ֆունկցիայի համար բամը ստեղծվեցա օրինակի Իսրայել, Գաբրիել, Ջիբրայիլ, Միկայիլ ինչ որ իլով գվերջանա էլեկտրիկն է էլեկտրիկ էներգիան է էլեկտրիկը շինծու է ավելի մագնետիկը հավիդենական է եթե համոզվինք որ ցկոական universe այդպես կաշխատի որ ցկոական ուժի որովհետև թուն երբ որ քաղաքարը օդի մեջ կցկես բիդիկա եւ իդ դերմը բիդի միանա այսինքն այդ ցկոության համագարկը արդեն magnetic field-ն է այդ magnetic field-ը ստեղծելու համար թուն պետք է ճունես activate անես ինքը միշտ կա բայց պետք է գիտնաս էլեկտրիկը էդի option-ն է որ աշխատանես նույնն է yin yang-ն է էլեկտրիկը magnetic-ն է ասի մարմինի եւ պլանետի հետի գաբն է եւ բոլոր գրոնքները քեզի ադիգը բացատրե Հիսուսը արևն է Sunday հետ որ կապված է God Son եւ ինքը SON դարձուցին SUN-ը դժբախտաբար եւ ինքը ասի Saturday օրինակ Saturday-ը Saturn Day հрьяներու օրն է Monday-ը Moon Day հիմա բանը արաբներոնը Վենուս է որտեվ իրենց մաշակրաներու կանք իրենց Վենուսի շակրան ավելի հաջիկի եւ ուդելիքի փորեդ վար է սիրդի հասնես արդեն արույցի համաստեղությունն է որ սիրդիկովն է շակրայով այդքան կասենք որտեվ ինքը մարմինը թեբի
horizontal բարգած պիտի դիտես քու համագարքդ ամեն մեկ գլուխեն սկսյալ ամեն մեկ համաստեղություն ինք իր մարմինիդ վրա աստեղություն ունի եւ դու նոր որ ծնած ես այդ մարմինիդ օրգանը քեզի էֆեկտ կնե եթե հիմա ես վրգոն ստամոքսի հարց ունի միշտ եթե լիոն սրդի է Aries-ները գլխուցավ գունենան այսինքն հետաքրքրական է որ ամեն մեկ մոլորակ եւ էֆեկտ կնե մարդուն վրա բայց այս համակարգը Fibonacci ծավով կաշխատի Fibonacci-ն աս guess գլորն է ինչու որովհետեւ 6-ով հաշվելու բանը կա ժամանակին 10 մատներով չէին հաշվեր գահաշվեին մեկը հիմա հնդկականի մեջ կա բզդիկները կտեսնենք ասենք հաշիվներ գնեն ցերկերու հաշիվներու թեստ կա որ գնեն Ճապոն, Չինաստան եւ Հնդկաստան ինքը էդի մեկ ասպես կառն է 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 մոլորակ 12 աշակերտ 12 ժամ 12 եւ գուկա վերջը աստեղները ինչպես մեր այփուպենը սույները որ բաժնված է վերջը 1-ն 2 վերջը 40 վերջը 100 գլա վերջը 1000 գլա այդ թիվերու հավաքելու ցևը որ մենք 36-ն է մեզի գուկա 360 դիգրին է այդ 360 դիգրին ինչ թիվ տնես մեջը 60 անգինով բաժնված է 60 անգինը ադորամար է որ մարդ արարածին թիվը 6 է սադանայի թիվը չէ դա հոս շատ մեծ հարց կա frequency բանով մարդոց մոլորեցին որ գործընծնեն ադոր համար է որ մենք մտավ 10 ծևով հաշվել ինքը 6-ով կհաշվվեր առաջ 6-ով էր որ ամեն ինչ կհաշվեր որովհետև 6-ով է գրնաս հաշվել աս համագարկը 60 դիգրիի ծրիլն է որ 360 դիգրի եւ մեջը 60 անգիններով բաժնված եւ աս 60 անգիններով բաժնվածը բացադրությունը նույնա պիրամիդի համագարկին աշխատի որ օրինակ Հիսուսին գասեն որ ինքը corner temple-ն է բայց ինքը corner temple ինքը chief corner temple է հոս թարգմանության սխալմունք մգա եթե ինքը պիրամիդը առնենք ամենավերջին դեղը որ բագաս է չի գա պիրամիդին ինքը բզդիկ պիրամիդ է and դենցել Հիսուս է դե բացադրություն է ոչ թե որ ինքը եւ շատ չի մոդենանք ավելի բատմական Հիսուսը ով է որովհետև ինքը ասի ուսմունք է քեզի դրված է որ դու շատ գիտես հիմա ինչ ես անում ապեր ասա 10 podcast-ի թեմա մեկի մեջ տեղավորում ես արի սրանով սենց վերջացնենք ինգերես բայց անպայման խոստանանք որ էլի կանելու ենք ու ես քո ասած թեմաներից կընտրենք մի քանիսը մի podcast մի քանիսը մի podcast որպեսզի հիմնովին կարողանանք հասցնենք էլի ժողովրդին այս թեմաները սենց հիմա սենց storm արեցիր ապեր այնքան ինֆորմացիա տվեցիր որ շատ սիրով բայց շատ շնորհակալ եմ ինգերես այսօրվա համար շատ հետաքրքիր զրույց ունեցանք ու էլի անպայման հուսով եմ որ դեռ կլի կհանդիպենք իրար հաջողություն քեզի ոդքասթերոդ մեջ գարձեմ առաջինը չեմ ես հյուրերդ Սամվել առաջինն էր Բարոն Սամվել Արաքելյանը եւ ունեցավ Նազելին ունեցավ Սամվելին հյուր չենք Սամվելը արդեն ընտանիք եմ ասկե գազմի Փարևներ բոլորին եւ շնորհակալություն հրավերի համար շնորհակալ ենք շանչը Մերսի Հաջողություն